Հատված մասից նորից սկսենք, արգելի Թարյան խնդրեմ։ Արգելի գործընկերներ, ձեզ ներկայացնում ենք շրջակա կապերի նմանատիպ հարցեր են նախապես ծանոթացել համայնք սեփականության հանդիսացող օղամասերի աճուրվաճառքների և վարձակալությունների վերաբերյալ։ Քանի որ նախապես հնարավորություն եք ունեցել ծանոթանալու, եթե հարցեր են առաջացել, խնդրում եմ երկուսովին հարցել եթե կան։ Եթե չէ, խնդրում եմ քվեարկեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումներն ընդունված են։ Ներկայացնում եմ 24 նախագիծը, 24-ը վերանորոգման աշխատանքների ծրագրին մասնակցելու բյուջեից և նպատակային հատկացում սուբվենցիա ստանալու թույլտվության մասին։ Զեկուցող տնօրենների բաժնի պետ Լուսինե Մարկոսյան։ Հարգելի ավականների գործընկերներ, ձեր քննարկման համաձայնեցման ներկայացնում Ջամբարակ համայնքի գետի բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչների վերակառուցման, ինչպես նաև Գյուղարտնիքի մարզի Ջամբարակ համայնքի Ջամբարակ քաղաքում ՕԿՋ-ի և ՕԿՋ-ինքից ոռոգման համակարգի կառուցման ծրագրի մասնակցության թույլտվությունը ստանալու համար։ Գետի բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման ծրագիրը իր մեջ ներառում է արտաքին ջրագծի խորհրդաշարի ընդհանուր երկարությունը 5192 մետր է, որից 1496 մետրը նախատեսված է կառուցելու 75 մետր տրամագծի խողովակով, 3606 մետր 90 մետր խողովակով։ Այս բնակավայրում ավելի քան 440 մարդ է բնակվում, ովքեր վերքորդել են 83 տնային տնտեսություն, այդ տնտեսության միջև այժմ չունեն պատշաճ կերպով իրականացնող մշտական ջրամատակարար։ Եվ երկրորդ ծրագիրը Ջամբարակ քաղաքի ՕԿՋ-ից և ՕԿՋ-ինքից ոռոգման համակարգ կառուցելու մասին։ Այս ծրագրին ուրեմն Ջամբարակ համայնքի երբեք չի ունեցել ոռոգման համակարգ, դաշտեր անջատել և բնակիչները չունեն վերքի առօրյակի ցուցանիշ ապահովելու հնարավորություն։ Հիմա Ջամբարակի համայնքապետարանը սկսում է համայնքում ոռոգման ցանցի կառուցման, հետագա նաև ընդլայնման գործընթացը։ Սկզբի համար պլանավորվում է կառուցել 11000 մետր խորհրդանշ ջրամբար և ոռոգման համակարգ 2212 մետր երկարությամբ, 100 մմ և 160 մմ խողովակաշարով։ Ոռոգման այս համակարգից հնարավորություն կտա 43 տնտեսվարողներ օգտվելու և ավելի քան 250 հեկտար հողատարածքներ դարձնել ոռոգվող։ Նման է հողատարածքներում աճեցվում են հուսքորեն, գարի կարտոֆիլ, աղուտ և այլն։ Խնդրում եմ ծրագրին հավանություն տալ և հաստատել։ Հարցեր զեկուցողին կա։ Եթե չկա, խնդրում եմ քվեարկեք, ովքեր են կողմ հաստատելու նախագիծը, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Ձեր ուշադրությանը ներկայացնում 26 նախագիծը, 25 Ջամբարակ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին։ Ընդհանուր ներկայացնեմ ինչի մասին է խոսքը, մասնակցային բյուջետավորման գործընթացը դա նույն մեր սուբվենցիոն ծրագրերն են, ասենց ասեմ, ավելի մատչելի, սակայն ծրագրերը ընտրել են ոչ թե մենք, համայնքի կամ ավականի կամ համայնքի ղեկավարը, այլ համայնքի բնակչությունն է։ Դա պոլիտիկակազմով թե հանրային քննարկման, թե հասանելի սոցիալական ցանցերի, թե տարբեր մասնակցային ձևերի հաղթող ծրագիրը արդեն ներկայացրել ենք համաֆինանսավորման, սակայն դա արդեն 26 թվականից 25 թվականին մենք համայնքի բյուջեով պլանավորել ենք մեկ փոքր ծրագիր, դեպի մասնակցային սկզբունքով հիմունքներով 10 միլիոնի սահմաններով։ Այնուհետև 26 թվականի համար ծրագիր, երբ որ բնակիչները որոշեն, որ ծրագիրն է հաղթում, նույն սուբվենցիայի կարգով պետությունը դոտացիայով համաֆինանսավորել է տվյալ ծրագրերը։ Հարցեր կան։ Եթե չկա, խնդրում եմ հաստատել, ովքեր են համաձայն, դեմ չկա, որոշումը ընդունված է։ 26 նախագծով ներկայացնում եմ Գյուղարտնիքի մարզի Ջամբարակ համայնքի 26-28 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին զեկուցող իմ բաժնի պետ Վան Գաբրելյան։ Արգելի գործընկերներ, թույլ տվեք ներկայացնել 2026
թվականների վարչական ֆունդային մասերի եկամուտները ձևավորման աղբյուրների երկրորդ հարվածով 26 թվականների միջնաժամկետ ծախսերի պատրաստող ֆինանսավորման աղբյուրների երրորդ հարվածով վարչական ֆունդային մասերի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման բաժինների խմբերի դասերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ծախսերի ծրագիրը վստահված երրորդ։ Հարցեր զեկուցողին չկան, տեղյակեք ովքեր են կողմ, դեմ չկա, նախագիծը հաստատվել է, ներկայացնում եմ 20 նախագիծը, կողմնալու ուշադրության ծավալների մեծանալու արդյունքում արտանի ձեռքբերման անարժեք տարբերություն հատկացնելու հարցը վերաբերում զեկուցող ֆենբաժնիպետ նման հանդիպի կապելին։ Ես գործընկերներ այս նախագծով մենք ուղղակի մեր նախորդ հավաքանիշի որոշման ուժը գործած ճանաչելու ժամկետների պաստորների պատճառով ծրագրի որոշումը չի հասցնել։ Հիմա որոշվում ծրագրի ֆինանսական կատարել ամենքի ուժը նախորդ որոշման ուժը գործած ճանաչելով այդ նոր որոշումը Ծրագրով չեղավ մեր համակարգի բյուջեի միջոցով տիանով ժամկետներ են հասցնել ներկայացնելու։ Հարցեր զեկուցողին, եթե չկա, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծով ներկայացնում եմ Ճանաչարի համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն հաստատելու մասին։ Զեկուցող պարոն Դավթելյան։ Ես գործընկերներ ցույց ներկայացնում 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը ստացելի եկամուտների։ 2024 թվականի համայնքի ընդհանուր եկամուտները կազմել են 1,403,730 միլիոն դրամ։ Սեփական եկամուտների մասով 305 միլիոն 796,000 դրամ են կազմել, 289 միլիոն 970,000 փոխարեն։ Կատարվել է 109.4%-ը։ Ըստ եկամուտների հիմնական ուղղությունները գույքարկի ցանշարժ գույքարկից հավաքագրվել է 44 միլիոն 167,000 դրամ, գույքային արտահայտ փոխադրման միջոցների 72 միլիոն 417,000 դրամ, տեղական թուրք հավաքագրվել 7 միլիոն 741,000 դրամ, այլ եկամուտները ընդհանուր կազմել են 178 միլիոն 901,000 դրամ, որից ողորի վարձակալությունից 53 միլիոն դրամ, տեղական վճարներից 47 միլիոն 980,000 դրամ, այլ վճարական եկամուտները կազմել են 71 միլիոն 774,000 դրամ։ 24 թվականի վարչական ֆունդային բյուջեի ծախսերը կազմել են 1 միլիարդ 365,378 դրամ։ Որոնցից կառավարման հարկավարադրյալ ծախսերը 268 միլիոն 644,000 դրամ, ընդհանուր բնության հայ ծառայությունների ծախսերը 213 միլիոն 545,000 դրամ, գյուղատնտեսության ոլորտը 92 միլիոն 883,000 դրամ, ճանապարհաշինության վրա 100 միլիոն 471,000 դրամ, փողոցների լուսավորության ապահովման համար 128 միլիոն 736 միլիոն դրամ, ժամանակահատկման վրա 229 միլիոն դրամ, մանկապարտեզների և օպարենսի 371,000 դրամ, ապահովության դաստիարակության վրա 44 միլիոն 861,000 դրամ, ու ներկայացի հիմնական ուղղությունները 24 թվականի տարեստուգին վարչական բյուջեի մնացորդը կազմել է 13 միլիոն 150,000 դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը 7 միլիոն 512,000 դրամ։ Տարեվերջին բյուջեի մնացորդը վարչական կազմել է 23 միլիոն 831,000 դրամ, իսկ ֆոնդային բյուջեի մնացորդը 19 միլիոն 767,000 դրամ։ Ընդհանուր մնացորդը կազմել է տարեվերջին 43 միլիոն 590,000 դրամ, ինչը տեղափոխվել է 2025 թվականի տարեստուգի 25 թվականի բյուջե։ 24 թվականի բյուջետային տարվա ընթացքում ֆոնդային բյուջե հատկացվել է 253 միլիոն 508,000 դրամ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Հատկացումները կազմել են 384 միլիոն 638,000 դրամ։ Հայաստան 24 թվականի բյուջեի կատարողականի մասը հարցեր
Հարցեր ունեք հուսով նավի գործիքներ, եթե ոչ խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշում ընդունված է։ Հաջորդ նախագծով ներկայացնում ենք արտոնություններ սահմանելու մասին, այս անգամ ձեր քննարկման ներկայացնում ցանկով մեկ բնակչի ալկրամուն, ինչպես միշտ ներկայացնում ենք մայր գումարի վճարման դեպքում սոցիալապես համապարփող կարիքավոր ընտանիքների ուժերի մասով ձեր որոշման արտոնությունը սահմանում։ Հարցեր եթե չկա, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծում ներկայացնում արգելի գործընկերներ կամ բարակ համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանց համակցանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին։ Սա ընդհանուր օրինակելի սահմանված ձև է, որը ուղղակի տեղայնացնում ենք համայնքներում և ձեր հիմնական ներկայացնում ենք արդեն Ջանբարակ համայնքի համար տեղայնացված տարբերակներ հավելվածների տեսքով։ Ընդհանուր կարգավորումը իրազեկումների դիմելու, գրանցման, կազմակերպելու և նմանատիպ այդ բանի կանոնակարգում է նմանատիպ բոլոր կարգերը։ Եթե հարցեր կան, եթե չէ, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծում ներկայացնում նախնական համաձայնություն տալու մասին NVA Էլեկտրոսպեի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Ջանբարակ համայնքի ակտիվ բնակավայրի վարչական տարածքում 20-րդ փողոց 70 հասցի հարևան ֆոտովոլտաիկ էլեկտրակայանների ընդլայնման աշխատանքների համար համաձայնություն տալու վերաբերյալ ներկայացուցիչին կազմակերպության ներկայացուցիչ խնդրեմ ակտիվ ներկայացրեք կազմակերպության ծրագիրը։ Սազոկաս Արկիսյան, ես ներկայացնում եմ նովա էլեկտրոսպը, ով գործունեություն է ծավալել Ջանբարակ համայնքի աղբեր վարչական համայնքի վարչական շրջանում, վարչական տարածքում, կառուցվել է 4100 կՎտ հզորությամբ արևային կայան, որից հետո հիմի նախատեսում ենք ընդլայնել արևային կայանը, կառուցելով նա 5100 կՎտ հզորության արևային կայան, որի համար անհրաժեշտ է մոտ 2 հեկտարի չափով հողատարածք ընդլայնելու համար տարածքը արևային կայանը վերջացնելու համար։ Նույն արտով 22-րդ ամսում կատարվել է լսումներ համայնքում, բնակիչների քննարկվել է և դրական կարծիքներ է լսվել, որը մոտս արդեն հաստատված բանը արձանագրությունը և կազմակերպությունը պատրաստական է մասնակցել համայնքի սոցիալական ծրագրերում։ Հարցեր ունեք մեր գործընկերը չափերի գործընկերը։ Ով համայնքի օգնա։ Եթե այլ հարցեր չկա, խնդրում եմ քվեարկեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշումը ընդունված է։ Հաջորդ նախագծով կրկինելի համաձայնություն տալու վերաբերյալ Արտաշով Սոթայի կողմից ներկայացված Սևան Մորթենից կճուղի 48-րդ կիլոմետր Ջանբարակ համայնքի ջիտ բնակավայրի ափամերձ տարածք 4 հողամասվածության հանգստյան գոտու կառուցման աշխատանքների համար կազմակերպության ներկայացուցիչը դահլիճում են, խնդրեմ Բարև ձեզ, Արտաշով ընկերություններն ներկայացնում, Արմեն Ղուկասյան, ուրեմն տարածքը մոտ 2 հեկտար է, տարածքում կառուցվելու 17 կոտեջային տնակներ, հանգստի գոտի և սննդի կետ, ինքը ներառում է ամենը 25% կառուցապատում, 75%-ը պարտավորվում է կանաչապատել ու ծառատուն կազմակերպել, որովհետև տարածքում սաղարթախի ծառային շերտ չկա։ Տարածքում լինելու 26 աշխատատեղ, որից 22-ը հիմնվի տեղի բնակիչների հիման վրա։ Եվ ինձ թվում է բիզնես տեսակետից ինքը բավականին հարմար կլինի, որովհետև գյուղմթերք ու այդ սննդի արկ պետք է կազմակերպի գյուղի գյուղացիներից։ Խնդրում եմ հարցը։ Հարցեր ունեք մեր գործընկերոջ։
Չէ, ջիլից ներքև ամիջ, որ մտնում եք դեպի ջիլ, մի 2 մետրներ։ Եգիցաներ ես չգիտեմ, եգիցաներն ուղղա, չասած ջիլ, ստերից ուղղում։ Չէ, չկա, կողքերում չկա։ Կողքը կա մի հատ հին 2 շինություն են, որոնք քանդման տակ են, անօրինական։ Այդ հարցեր ունեք։ Եթե չկա մակերդություն, գնացում են կրակեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշում ընդունված է։ Մեր վերջին նախագիծներն որակարգի ներկայացնում, հաջորդ լիստի որ նշանակելու համար առաջարկում ենք ապրիլի 22-ը ժամը 15:00։ Եթե այլ առաջարկություններ չկա, խնդրում եմ հաստատեք, ովքեր են կողմ, դեմ չկա, որոշում ընդունված է, սա որակարգի մեր վերջին հարցն էր, մեր նիստը ավարտվեց։